Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամը, այսօր հունիսի 13-ն է, ուրբաթ։ Իսրայելը հարվածները հասցրել Իրանին, սպանվել են բարձրաստիճան զինվորականներ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ գործողությունը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ է։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդն էլ իր հերթին հայտարարել է, որ գործողության ազատություն է տալիս զինված ուժերին Իսրայելի հարվածներին արձագանքելու համար։ Երկրում արդեն բարձրացվել է վրեժխնդրության կարմիր դրոշը։ Աշխարհի մի շարք երկրներ եւ միջազգային կազմակերպություններ իրենց մտահոգություններն են հայտնել իրավիճակի հետ կապված։ Գիշերն Իսրայելը հարձակվել է Իրանի վրա։ Իսրայելի վարչապետը հայտարարել է արթնացող առյուծ գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է իրանական միջուկային ծրագրի դեմ։ Այս գործողությունը կշարունակվի այնքան օր, որքան անհրաժեշտ կլինի, քանի դեռ մենք չենք իրագործել մեր առաքելությունը կանխել ոչնչացման վտանգը։ Մենք հարվածել ենք Իրանի միջուկային հարստացման ծրագրի սրտին, մենք թիրախավորել ենք Նաթանզում գտնվող Իրանի հիմնական հարստացման օբյեկտը, մենք նաև հարվածել ենք Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի սրտին։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Նաթանզի եւ Ֆորդոյի ուրանի հարստացման օբյեկտներին, Քելմանշահի եւ Խորամաբադի հրթիռային բազաներին, ինչպես նաեւ Թեհրանի, Սպահանի, Թավրիզի եւ Իրանի մի շարք խոշոր քաղաքներին։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն այս գործողությունը կանխարգելիչ հարված է անվանել եւ հայրենակիցներին նախազգուշացրել Թեհրանի կողմից հնարավոր պատասխան հարվածի մասին։ Իսրայելում հայտարարվել է արտակարգ դրություն, փակվել է երկրի օդային տարածքը։ Իսրայելի պաշտպանության բանակն էլ հայտարարել է, որ գիշերը 200 կործանիչներ հարձակվել են Իրանում ավելի քան 100 թիրախների վրա, որի հետևանքով զոհվել են Իրանի 3 բարձրաստիճան զինվորական հրամանատարներ, այդ թվում երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը եւ Իրանի արտակարգ իրավիճակների հրամանատարության ղեկավարը։ Իռնալրատվական գործակալության հաղորդմամբ հարվածներ են հասցվել Թեհրանի եւ մի քանի այլ քաղաքների բնակելի թաղամասերին, կան զոհեր եւ վիրավորներ։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելի գործողություններն անպատասխան չեն մնա։ Սիոնիստական ռեժիմը պետք է սպասի խիստ պատժի, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հզոր ձեռքը Աստծո կամքով նրան հանգիստ չի տալու։ Թշնամու հարձակումների հետևանքով մի շարք հրամանատարներ եւ գիտնականներ նահատակվել են, նրանց փոխարինողներն ու գործընկերները անհապաղ անցել են իրենց պարտականությունների կատարմանը։ Սիոնիստական ռեժիմը այս հանցագործությամբ իր համար պատրաստեց դառը եւ ցավալի ճակատագիր, որը հաստատ կստանա։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ էլ նշվում է, որ Իսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը Իրանի վրա գիշերային հարձակում իրականացնելով, եւ այժմ Թեհրանը որևէ սահմանափակում չունի հակահարվածի հարցում։ Իրանը Իսրայելի հարվածների կապակցությամբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջել։ Իսրայելական կողմն էլ հայտարարել է, որ Իրանը վերջին մի քանի ժամվա ընթացքում Իսրայելի ուղղությամբ ավելի քան 100 անօդաչու թռչող սարք է արձակել։ Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակը նշել է, որ մի քանի ժամ կպահանջվի, որ Իրանից արձակված ԱՏՍ-ները հասնեն Իսրայել։ Էֆի Դեֆրին ասել է, որ Իսրայելի հիվանդանոցներն արդեն վիրավորների համար ստորգետնյա բաժանմունքներ են պատրաստում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ներգրավված չէ Իսրայելի կողմից Իրանի տարածքին հասցված հարվածներում եւ նշել է, որ Վաշինգտոնը տեղեկացվել է Իսրայելի կողմից հարվածների մասին, որոնք նրանց խոսքով անհրաժեշտ են ինքնապաշտպանության համար։ Այսօր երեկոյան Իսրայելը միակողմանի գործողություններ ձեռնարկեց Իրանի դեմ։ Մենք չենք մասնակցում Իրանի դեմ հարվածներին եւ մեր գերակախնդիրն է պաշտպանել ամերիկյան ուժերը տարածաշրջանում։ Իսրայելը մեզ հայտնել է, թե կարծում է, որ այդ գործողություններն անհրաժեշտ են իրենց ինքնապաշտպանության համար։ Նախագահ Թրամփը եւ վարչակազմը ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ քայլերը մեր ուժերը պաշտպանելու եւ մեր տարածաշրջանային գործընկերների հետ սերտ կապի մեջ մնալու համար։ Թույլ տվեք հստակեցնել, Իրանը չպետք է թիրախավորի Միացյալ Նահանգների շահերը կամ անձնակազմը։ Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը կշարունակեն բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ, չնայած Իսրայելի հարվածներին։ Մենք նախկինի պես հավատարիմ ենք իրանական միջուկային խնդրի դիվանագիտական լուծմանը։ Իմ ամբողջ վարչակազմը ցուցումներ է ստացել Իրանի հետ բանակցություններ վարելու մասին։ Իրանը կարող է լինել մեծ երկիր, սակայն նախապես պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից։ Շնորհակալ եմ այս հարցին ձեր ուշադրության համար։ Սպիտակ տան առաջնորդը միևնույն ժամանակ նախազգուշացրել է, որ եթե միջուկային ծրագրի շուրջ համաձայնություն ձեռք չբերվի, հարվածները կլինեն շարունակական եւ ավելի կոպիտ։ Իրանի դեմ Իսրայելի հարձակումը դատապարտել են Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Օմանը, Ճապոնիան, Ինդոնեզիան, Վենեսուելան, Կուբան եւ այլ երկրներ։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։
Իրանը հրաժարվել է Միացյալ Նահանգների հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից, չի մասնակցի Միացյալ Նահանգների հետ հունիսի 15-ին պլանավորված միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին, այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը։ Նշվում է, որ ըստ մերձավոր արևելյան ԶԼՄ-ների հրապարակումների, բանակցությունների դադարեցումը վերաբերում է ոչ միայն այս փուլին, այլև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ցանկացած այլ բանակցության։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իրանի դեմ Իսրայելի հարձակումը, գերատեսչության X-ի միկրոբլոգում հրապարակված գրառման մեջ նշվում է. Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է, այն տեղի ունենում բանակցությունների հերթական փուլից առաջ, վտանգելով խաղաղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը։ Մենք դատապարտում ենք նման գործողությունները եւ կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ պահպանել միջազգային իրավունքը։ Թեհրանին իսրայելական ավիահարվածների հետևանքով Հայաստանում չեղարկվել եւ հետաձգվել են մի շարք չվերթներ, Զվարթնոց միջազգային օդանավակայանից հայտնել են, որ չեղարկվել են Դուբայ, Երևան եւ Երևան-Դուբայ, Թեհրան, Երևան եւ Երևան-Թեհրան, ինչպես նաեւ Թել Ավիվ-Երևան չվերթները։ Իրանի, Իրաքի եւ Իսրայելի օդային տարածքում սահմանված սահմանափակումների պատճառով այսօր առավոտյան Բաքվում վայրէջք է կատարել Ռուսաստանից եւ ԱՊՀ մյուս երկրներից Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնող ավելի քան 10 ինքնաթիռ։ Այս չվերթների ուղևորների թվում կան հայկական ծագում եւ հայկական ազգանուն ունեցող քաղաքացիներ։ Ռուսաստանի հայերի միության ղեկավարը դիմել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը, խնդրելով անել ամեն ինչ ապահովելու համար Իրանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ Բաքվում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռներում հայտնված հայերի անվտանգությանը։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է падգամավոր Հայկ Սարգսյանի զինվորական ծառայության վերաբերյալ նախագիծը։ Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում ամեն զորակոչին տարբեր պատճառներով չի զորակոչվում զորակոչային տարիքի տղաների մոտ 69%-ը։ Հիշեցնենք, որ նախորդ տարի օրենսդրական փոփոխություն կատարվել էր եւ տարբեր ժամկետներով ծառայության համար սահմանվել էին տարբեր վճարներ։ Այդ օրենքից օգտվել է մոտ 100 մարդ, իսկ բյուջե մուտքագրվել է շուրջ 1 միլիարդ 100 միլիոն դրամ։ Նոր նախագծով առաջարկվում է 1 ամիս ծառայության համար վճարել 24 միլիոն, 4 ամսվա համար 18 միլիոն, իսկ քաղաքացիությունից հրաժարվելու համար 15 միլիոն։ Այս օրինագծի արդյունքում ըստ հեղինակի հնարավոր կլինի նաև ծառայության ժամկետը կրճատել 6 ամսով։ Նախագծի ընդունման դեպքում եւ շահումել այն քաղաքացիները, ովքեր հրաժարվելով քաղաքացիությունից կամ այլ կոռուպցիոն ճանապարհներով հրաժարվելով գալիս են օրինական դաշտ, վճարում են գումար եւ ծառայում են իրենց հայրենիքին եւ իրենց տված վճարով այլ պայմանագրայիններ ենք մենք ներառնում։ Շահում է պետությունը ունենալով ավել պայստազորայիններ ամեն տարի եւ ավել պայմանագրային զինծառայողներ եւ շահում են ամենակարևորը մեր այն քաղաքացիները, ովքեր որ 31%-ի մեջ են եւ միայն իրենք են գնում այսօր ծառայության, նրանց համար ծառայության ժամկետը կրճատվում է դառնալով 1.5 տարի եւ նաեւ մեկ ուրիշ բաղադրիչ նույնպես մենք քննարկել ենք քննարկումների ժամանակ, որպեսզի մեր ժամկետային զինծառայողները ամեն ամիս ստանան 100,000 դրամ աշխատավարձ սկզբնական 4-ից 6 ամիս ուսումնական զորամասում ծառայելուց հետո, այսինքն 6 ամիս ծառայեն եւ ստանան ամսական 3400 դրամ, որը այսօր նախատեսված է, դրանից հետո ամեն ամիս ստանան 100,000 դրամ աշխատավարձ, բայց քննարկումների արդյունքում որոշում ենք կայացրել 100,000 դրամը չֆիքսել, քանի որ այս թիվը ենթադրաբար հնարավոր է չկարողանանք կատարել եւ ունենանք ֆինանսական խնդիր, բայց առաջիկայում, եթե ստացվի փոփոխությունը կատարել եւ այս գումարները հավաքագրվեն, անպայման այս փոփոխությունը կատարելու ենք եւ մեր զորակոչիկները ծառայելով 1.5 տարի զորացրվելիս կստանան 1.2 միլիոն դրամ, ինչը կարող է իրենց կյանք մտնելու համար բավականին օգնել ուսում ստանալու կամ որևէ գործ սկսելու համար։ Ասենք ուսումնական զորամասում կան 3 ծառայող։ Մեկի պապան տվել է 24 միլիոն մի ամիսա ծառայում, մեկի պապան տվել է 20 միլիոն, 18 միլիոն 4 ամիսա ծառայում, այն մեկի պապան չի կարողացել տա ու 24 ամիս պետքա ծառայի։ Դուք պատկերացնում եք զորամասում այդ 3 զինվորի փոխհարաբերությունը։ Մենք ունենք ազգային ժողովում падգամավորներ, ում զավակները այսօր դպրոցում սովորում են վերջին դասարանում եւ պետք է այս զորակոչին կամ ձմեռային զորակոչին զորակոչվեն պարտադիր զինվորական ծառայության։ Ունենք падգամավորի զավակ, ով իրենց դասարանում միակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի տղան է,
Փաստացի դպրոցը ավարտելուց հետո միայն ինքն է զորակոչվելու ծառայության, մնացած իր դասընկերները չեն զորակոչվելու։ Սա անարդար է, թե անարդար չէ զորակոչվողի նկատմամբ։ Եվ ունենք եւս մեկ գործընկեր, ում դասարանում միայն իր որդին է զորակոչվելու եւ եւս մեկը, իսկ մնացած 12 տղաները կամ Հայաստանի քաղաքացի չեն կամ արդեն իրենց հարցերը ուրիշ ճանապարհով լուծել են։ Դառնալու է սա հակասահմանադրական, որտեղ մարդկանց մի խումբը կարողանալու է ելնելով իր կարողություններից, իր գույքային դրությունից, սոցիալական կարգավիճակից, մյուս մասը ակնհայտորեն չի կարողանալու։ Մենք ֆիքսել ենք մի տվյալ, որ մեր քաղաքացիների կեսից ավելին չի գնում պարտադիր զինվորական ծառայության եւ պետք է լուծենք այս խնդիրը եւ առաջի հերթին բանակ գնացողների համար, որպեսզի չլինի խտրական վերաբերմունք, որպեսզի դասարանից միայն ամենախեղճը չգնա կամ այն ում ծնողը չի ուզում որևէ անօրինական ճանապարհի դիմել, միայն ինքը չզորակոչվի պարտադիր զինվորական ծառայության։ Մենք պետք է պարտադիր զինվորական ծառայության զորակոչվողների թիվը կարողանանք շատացնենք, որպեսզի այսօր մեր այն քաղաքացիները, ովքեր բարեխիղճ են եւ գնում են պարտադիր զինվորական ծառայության, հնարավորություն ունենան 6 ամիս շուտ տուն վերադառնալու եւ հնարավորություն ունենան մեծ գումար ստանալու տուն վերադառնալու ժամանակ։ Մեկ ամսվա ընթացքում մարդուն զինվորական մասնագիտության առումով ինչպեսի մենք կրթություն ենք տալիս զինված ուժերում։ Գլխավոր շտաբի նաեւ եզրակացությամբ հնարավոր է ստանալ եւ այդ դասընթացները կազմակերպել այնպես, որպեսզի դա տեղի ունենա մեկամսյա ժամկետում։ Նշեմ, որ արդեն ունենք մոտ 30 քաղաքացի, ովքեր որ 27-ից 37 տարեկան հասակում ծառայել են մեկ ամիս ժամկետով, նրանք ծառայությունը անցել են ուսումնական զորամասում եւ ոչ բոլորի հետ միասին, նրանք արագացված ընթացակարգով են անցել պարտադիր զինվորական ծառայությունը եւ այդ մեկ ամիսը չեն այդ մեկ ամսի ընթացքում միայն չեն սովորել այն, ինչ սովորում են այլ զորամասերում, նրանք սովորել են զինված ուժերում ծառայելու կանոնները, զինատեսակներից ակտիվ օգտվելու եւ տիրապետելու հմտություններ եւ նաեւ զինվորական երթուղ տալով մտել են մեր ակտիվ ռեզերվի մեջ։ Նշեմ, որ այսպիսի փորձ կա նաեւ աշխարհում։ 24 եք պետական բյուջեում սահմանում, մարդիկ այդ նույն թիվը 25 միլիոնով կանեն։ Այդ նույն սև շուկայում 15 միլիոնով կանեն, 10 միլիոնով կանեն, հատկապես հաշվառելով, որ դրանով իսկ սև շուկայով գնալու ճանապարհով նաև իրենց տղաներին ազատում են պահեստազորում հետագայում գտնվելու եւ հնարավոր ռազմական գործողություններում մասնակցելու առումով։ Շատ ճիշտ հարց եք տալիս։ Շատ կարևոր է, որպեսզի մենք այն ճանապարհները, այն սողանցները, որոնք առկա են, բոլորը փակենք։ Առաջի սողանցքը դա քաղաքացիությունից հրաժարվելն է, որը մենք փակում ենք նախագծով, սահմանելով 15 միլիոն դրամ տուրք։ Երկրորդ սողանցքը առողջական խնդիրներն են, որոնք մենք արդեն փակել ենք եւ այս պայմաններ ունենք 5 մասնագիտական խմբեր ըստ հիվանդությունների, աչքի նյարդային խնդիրների, ուռուցքների հետ կապված հիվանդությունների եւ 2 այլ մասնագիտական խմբեր, որոնք այսօր ակտիվ աշխատում են հիվանդությունների ցանկը փոփոխելու եւ լավարկելու ուղղությամբ։ Հաջորդ քայլը, որով խուսափում են քաղաքացիները, Սահմանային տարիքի լրանալով վաղեմության ժամկետը անցնելն է կամ 27 տարին անցնելը, որը մենք լուծում ենք սահմանային տարիքը բարձրացնելով 27-ից դարձնելով 32, մյուսը, ինչպես նշեցի, փորձակնությունից հրաժարվելն է, որը մենք քրեականացնում ենք։ Այս բոլոր կետերը գալիս են ասելու ձեր նշած սև շուկան փակելու եւ սև շուկայի հնարավորությունները նվազագույնի հասցնելու համար։ Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրել են, որ Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ապօրինի ձեռնարկատիրությանը մասնակցելու համար։ Ջերմակ հիվանդանոցի շենքը կմնա քաղաքի հաշվեկշռում։ Աճուրդով վաճառելու տարիներ առաջ կայացրած որոշումը ավականին չեղարկել է։ Հիմա քաղաքապետարանը ներդրողներ է փնտրում պատմական միջուկի շենքը հիմնանորոգելու եւ առողջապահական նշանակության օգտագործելու համար։ Երկու անգամ Աճուրդի հանված շենքի մասով անհատներ ներդրումային ծրագրեր էին ներկայացրել, բայց Աճուրդին չեն մասնակցել եւ շենքը մինչեւ հիմա մնում է առանց տնօրինման։ Խնդիրը նորից քաղաքային իշխանության օրակարգում հայտնվել է, դարձյալ ակտիվացրել է պատմական կառույցի հանդեպ հետաքրքրությունը։ Մենք պետք է անպայման տակ հիվանդանոցը դարձնենք հիվանդանոց։ Այս հայտարարությամբ քաղաքապետը հանդես եկավ ավականու արտահերթ նիստում։ Կումայրի արգելոցի տարածքին պատկանող շենքը որպես հիվանդանոց օգտագործելու որոշումն է օրակարգում։ Մոտ 20 տարի է Ջերմակ հիվանդանոցի շենքը լքված է, այն օտարելու եւ քայքայումից փրկելու մի քանի փորձեր ու առաջարկներ այս 3 տարվա մեջ եղել են։ Իսկ դրանք վերաբերել են միայն Աճուրդով օտարելուն, այն է վաճառել մասնավորին, թեկուզ փոխելով օգտագործման նշանակությունը։
Վերջին 3 ծրագրերից երկուսը, որոնք 2022 թվականին էին ներկայացվել, առողջապահական էին, մեկը բիզնես նախագիծ։ Բազմապրոֆիլ բժշկական կենտրոն ստեղծելու ծրագրերից մեկն այդ ժամանակ պատկանում էր Գյումրիի ավստրիական մանկական հիվանդանոցի նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանին։ Ունեմ ներքին համոզվածություն, որ մեր համակարգացիների ճնշող մեծամասնությունը, եթե չասեմ բոլորը, կուզենային, որ այդ շենքը նորից լիներ առողջապահական գործուն հիմնարկ։ Այս նախագիծը 3 տարի առաջ հանրային քննարկման դրվեց, երբ Ջերմակ հիվանդանոցի մոտ 300 քառակուսի մետր մակերեսով տարածքում 2020 թվականին արդեն Կուրղինյան էնդոսկոպիկ վիրաբուժության կենտրոն հիմնելու նպատակով Աշոտ Կուրղինյանը վերանորոգել ու սպասում էր գործունեության մեկնարկին։ Մոտ 50 միլիոն դրամի ներդրում էր կատարել, իսկ շենքի ամբողջությամբ տնօրինելու դեպքում նա պատրաստ էր ներդրումների չափը մեծացնել։ Մինչև 1 միլիարդ դրամ ներդնելով առաջարկում էր Ջերմակ հիվանդանոցը 2100 քառակուսի մետր մակերեսով կապիտալ վերանորոգել ու հիմնել բազմապրոֆիլ հիվանդանոց։ Ներկայացրեցի մեծ ներդրումային ծրագիր ամբողջ շենքի համար, էլի ցկցկվեց եւ փաստացի այն ցկցկվելուց ոչ ասելով, ոչ ասելով ներժվեց, փաստորեն այդպես մնաց էդի փակ եւ մինչեւ հիմա գտնվում են նույն վիճակում։ Բացի իր ծրագրից մյուս երկուսն էլ ընթացք չստացան, ըստ էության համարվեցին մերժված, իսկ 2 տարվա մեջ 2 անգամ հայտարարված աճուրդներին մասնակցող չի եղել։ Գյումրիի գլխավոր ճարտարապետը համոզում է, որ պատճառը շենքի պատմամշակութային նշանակությունն է։ Երևի մեր պայմանները չէր բավարարում իրենց, եւ գնային, եւ նախագծային պայմանները, որտեղ պատմամշակութային արժեք ունեցող շենքի հետ դրա վերականգնման աշխատանքները բավականին ծախսատար աշխատանքներ են, դա սովորական շինարարություն չի լինելու։ Ամեն մարդ չի կարող ընդունել այդ պայմանները։ Պայմանները չփոխելու արդյունքում Ջերմակ շենքը մնաց քաղաքի հաշվեկշռում, բայց առանց վերականգնման ձեռնարկների։ Այժմ քաղաքապետարանը նորից ներդրողներ է փնտրում այն որպես հիվանդանոց վերականգնելու, բայց համայնքի տնօրինման մնալու նախապայմանով։ Գյումրիի ավական ու խմբակցությունները համաձայն են, որ Ջերմակ հիվանդանոցը նորից դառնա բուժհաստատություն։ 3 տարի առաջ շենքն օտարելու որոշմանը կողմ քվեարկած քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն առաջարկում է ներդրողների հետ համակողմանի քննարկումներից հետո որոշել, թե ում տալ շենքը։ Որովհետև մենք նաև շատ վատ օրինակներ ունենք, երբ քաղաքի կենտրոնում գտնվող լավագույն շենքերը, շինությունները պատմամշակութային արժեք ունեցող օտարվել են այս կամ այն մարդկանց եւ դարձել են այս կամ այն մարդկանց սեփականությունը։ Հիմա գիտեք, դատական գործեր կան այդ մասին վկայող եւ ես որպես հավաքանու անդամ, որպես գյումրեցի չէի ցանկանա, որ այս շենքն էլ այդպիսի անփառունակ, այսպես ասած, ճակատագիր ունենար եւ հայտնվեր ինչ որ մարդկանց ձեռքին։ Մենք ունենք առաջարկություններ ծրագրելով, կարող է տարբերակ դինել համատեղ, համայնք մասնավոր ներդրում կամ համայնք պետություն մասնավոր ներդրում նման ֆորմատով շենքը վերականգնենք եւ օգտագործենք համայնքային կարիքների համար։ Բժիշկ Աշոտ Կուրղինյանի ներդրումային խոշոր ծրագիրը մնում է ուժի մեջ, առաջարկներում բան չի փոխվել։ Նույնն է մնացել նախ արդեն հիմնված, բայց չաշխատած էնդոսկոպիկ վիրաբուժության կենտրոն, ապա բազմապրոֆիլ բժշկական կենտրոն ստեղծելու ծրագրերը։ Ծրագրի մասին առայժմ այսքանն է ասում, մնացածի վերաբերյալ չակեշտները չի բացում։ Սկզբից վիրաբուժական, հետո բազմապրոֆիլ բժշկական կենտրոն չէր խանգարի Գյումրիում երկրորդը ունենալ։ Հիմնական նպատակը արդեն վերանորոգված հատվածն է, իհարկե նաև մեծ ներդրումային ծրագիր կլինի ժամանակին, ոնց որ կդավ ճիշտ համայնքը կամ հավականին փոխեցել լինի առաջնաստված, ինչ ասեմ։ 5 տարի առաջ Գյումրիից Երևան տեղափոխված վիրաբույժը վերադառնալու մասնագիտական գործունեությունը կրկին Գյումրիում ծավալելու հնարավորություն կունենա, եթե առողջապահության ոլորտում իր առաջարկած ժամանակակից բժշկական ծառայությունների ծրագիրն այս անգամ էլ տարբեր պատճառաբանություններով չմերժվի։ Արմենիա բժշկական կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանից բացի Ջերմակ հիվանդանոցի շենքի վերաբերյալ նախագիծ առաջարկողներ էլի կան, բայց դրանք կընդունվեն հանրային քննարկումների արդյունքում։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ այսքանը, քիչ անց Շանթ Գյումրիի ուղիղ եթերը կշարունակի տեսանկյուն հաղորդաշարը, տեսանկյան հյուրերն են Արևամանուկ հոգեբանասոցիալական աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Գմյուրը եւ Արևամանուկ հոգեբանասոցիալական աջակցության հիմնադրամի հոգեբան Արուսյակ Հովանիսյանը։